Անխափան գործող այս ճանապարհը տանում է դեպի Արցախ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, դեպի Արցախի մշակութային մայրաքաղաք՝ Շուշի։ Սա Շուշիի բերդն է։ Մենք կանգնած ենք բերդի մուտքի դիմաց։ Շուշիի գեղեցկության, ինքնատիպության, արվեստասիրության ու երբեմնի փառքի մասին գիտեն բոլորը։ Այդ մասին գրվել ու խոսվել է միշտ բոլոր ժամանակներում։ Արցախյան գոյամարտը, սակայն, փոխում է պատմության ընթացքը։ Ռեալական դպրոցը կառուցվել է 1900-ական թվականներին։ Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես գիշերօթիկ հաստատություն։ Պատերազմից առաջ ադրբեջանցիներն այն վերածել են զինանոցի, իսկ ահա պատերազմի հաղթական ավարտից հետո այստեղ են տեղակայվել Շուշի գնդի հատուկ նշանակության զորամիավորումները։ Սովորել եմ այս դպրոցում եւ այսի, որ տեսնում եք, մեր դասարաններից մեկն էր, 10-րդ դասարան։ Այս մյուս մասում ֆիզիկայի լաբորատորիաներ։ Մյուս կողմում, ասենք, տնօրինության կաբինետման եւ ամեն ինչ նույնպես եմ ասում, համ հոգեհարազատ է, համ ցավն է ուժեղ։ 1993 թվականին շենքն այրվել է ու մինչև օրս կիսավեր փլատակներով հանդերձ շարունակում է մնալ Շուշիի կրթական խորհրդանիշը։ Եթե ռեալականը վերականգնված տեսնելը դեռ երազանք է, ապա վերականգնման երկրորդ փուլն է անցել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ այսպես կոչված կանաչ ժամը։ Պատերազմից հետո եկեղեցին վերաբացվել ու սկսել է լիարժեք գործել 1995 թվականի փետրվարի 23-ից, իսկ մինչև Շուշիի ազատագրումը ծառայել է որպես առողջարանային կենտրոն։ Այս նոր տարում այն հավատավորներին իր գիրկը կառնի նոր ու թարմ տեսքով։ Պատերազմից մնացած արտաքին սպիերը դեռ լիովին չեն բուժվել, բայց հոգևոր մշակութային խնդիրների լուծման ուղղված աշխատանքներն արդեն տեսանելի են, ու թերևս դա է պատճառը, որ Շուշիում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողների թիվը գնալով աճում է։ Վերջին 4-5 տարիներին ահագին ավելացել է Շուշիի բնակչությունը եւ ինչպես նշեցի, այդ գերատեսչությունների տեղափոխումը Շուշի էլի կունենանք բնակարանային խնդիր, բայց հույս ունենք, որ կարող ենք բավարարել, բայց հիմիկվա շենքային պայմաններով բնակարանային ֆոնդով մի 7-8 բնակիչ կարող ենք տեղավորել։ Աշոտը Ֆրանսիայից է եկել Արցախ։ Փարիզի ու Շուշիի պայմանները ճիշտ է շատ են տարբեր, բայց այստեղ հետաքրքիր ու հաճելի լինելուց բացի նաև ձգողականության ուժն է հզոր։ Շատ տարբեր է, բայց ինձ համար ավելի հետաքրքիր է, որովհետև շատ հարմար չէ, բայց ամեն օր, ամեն րոպե անակնկալ կա։ Հայրենիքն է, ուրեմն, չգիտեմ, ես զգում եմ, որ մի զորավոր էներգիա գա այս երկրում։ Այսօր զարգանում ու գեղեցկանում է Շուշին պարտական լինելով 1992 թվականի մայիսի 9-ի հաղթանակին առաջին գնդակոծված 442 համարի տանկը դրա խորհրդանիշն է։ Պահապան հրեշտակների հետ այս տանկն էլ է հսկում քաղաքի անդորը։